Բարեկալուզ մեր Աստվածաշնչի հերթական ճամփորդություն։ Այսօր միասին կանրադառնանք 4-րդ թագավորաց 5-րդ եւ 6-րդ գլուխները։ 5-րդ գլխում Նեեմիա զորավարը բորոտ էր։ Նա մեծ զորություն ու հարստություն ուներ, բայց չէր կարող բուժել ինքը իրեն։ Երբ նա հնազանդվեց Աստծո խոսքին եւ 7 անգամ լողացավ Հորդանանում, Աստված նրան ամբողջովին մաքրեց։ Սակայն Եղիսեի ծառա Գեհեզին, տրվելով ագահությանը, խաբեց եւ վերցրեց այն, ինչ իրեն չէր պատկանում։ Արդյունքում Նեեմյանի բորոտությունը փոխանցվեց նրան։ 6-րդ գլխում Աստված հրաշքներ է գործում Եղիսեի միջոցով, երկաթե կացինը լողում է ջրի վրա, իսկ երբ սիրիական բանակը շրջապատում է քաղաքը, Աստված բացում է Եղիսեի ծառայի աչքերը եւ նա տեսնում է երկնային զորքերը, որոնք պաշտպանում են Աստծո ժողովրդին։ Թշնամիները կուրացվում են եւ Եղիսեն նրանց ոչ թե ոչնչացնում, այլ ողորմությամբ ազատ է արձակում։ Այս գլուխներում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին, ինչպես Նեեմիան մաքրվեց հավատքով եւ հնազանդությամբ, այնպես էլ մենք մաքրվում ենք մեղքից ոչ թե մեր գործերով, այլ Հիսուս Քրիստոսի սուրբ արյան եւ շնորհի միջոցով։ Նա է, ով կարող է մաքրել ամենախոր հոգեվոր բորոտությունը, մեղքը, եւ ինչպես Աստված պաշտպանում է իր ժողովրդին անտեսանելի զորքով, այնպես էլ Հիսուսը միշտ իր ներկայությամբ պահում է նրանց, ովքեր վստահում են իրեն։ Այս գլուխները մեզ սովորեցնում են խոնարհվել Աստծո առաջ, հրաժարվել ագահությունից եւ վստահել նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ վտանգները մեծ են թվում։ Այն, ինչ մենք տեսնում ենք մեր աչքերով, ամբողջ իրականությունը չէ։ Հիսուս Քրիստոսը միշտ գործում է մեզ համար, նույնիսկ երբ մենք դա չենք նկատում։ Ամեն։ Գրեք մեկնաբանություններում, թե դուք ինչպես եք տեսնում Հիսուս Քրիստոսին եւ տարածեք ձեր շրջապատին, որպեսզի նրանք էլ լսեն Աստծո խոսքը։ Թող Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Կհանդիպենք հաջորդ գլուխներում։